Հարգելի գործընկերներ, սիրելի հյուրեր, մեկնարկում է փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը։ Այս նախաձեռնությունը եզակի հարթակ է ամրապնդելու համար գործընկերությունները, ունենալու համար նոր համագործակցություններ և իհարկե ստեղծել ապագայի նոր հնարավորություններ։ Ուրախ ենք ձեզ ողջունել Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին։ Այժմ կհնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Փաստաբանների և հասարակության հետ կապը այս ձևաչափով շատ արդյունավետ ձևաչափ է, որտեղ որ փաստաբանական գրասենյակները հնարավորություն են ունենալու հասարակությանը ներկայացնել այն անելիքները, այն գործողությունները, որոնք արդյունավետ իրականացնում են անձանց իրավունքների պաշտպանության շրջանակներում։ Փաստաբանական գրասենյակները բացի իրենց ընթացիկ աշխատանքներից բնականաբար կարիք ունեն նաև ինքնաարտահայտվեն եւ փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը այդ լավ հարթակն է, որտեղ փաստաբանական գրասենյակները կարող են իրենց ցույց տալ եւ ինքնաարտահայտվել։ Իզե Կներկայացնեք ձեր ընկերությունը։ Ոնց հասկացանք, վերջերս նաև բաժնետեր գործընկեր դարձաք, հա։ Շնորհավորում եմ։ Լավ դիվիդենտներ տալիս են։ Կորպորացիվ ոլորտում ինչ ծառայություններ եք մատուցում։ Որքան գիտեմ, դուք նաև քրեական իրավական ուղղվածություն եք ձեզ մոտ ընդգծված, թե կորպորատիվը։ Իսկ ինչով է ավելի շատ առանձնահատկությունը, ինչի վրա եք ավելի շատ կենտրոնացած։ Ոնց է տրամադրությունը։ Մարտական, դե լավ է։ Բարև ձեզ։ Ben voilà les bâtonniers. On fait des photos. Moi, ça y est. Hein. Դիվիդենտներ չեք տալիս իրան։ Սուրճի տեսք։ Որպես հնաբնակ փաստաբանությունում, ինչ կարծիք ունեք նոր կադրերի մասին։ Ինչու վիրտուս, սկսենք տեղից։ Մենակ քրեականի վրա չեք, արդեն սպեկտրը ընդլայնել եք։ Արցախի փաստաբանների վերջո ինտեգրումը ստացվում է, թե ոչ։ Ինչպես է ընթանում նոտարական պալատի կյանքը։ Օժանդակելու փոխարեն կարծես թե խոչընդոտում են փաստաբանական գործունեությանը։ Մարդու իրավունքներ պաշտպանելով մենք մշտապես բախվում ենք, պայքարում ենք այդ իրավունքը խախտել ցանկացողի
գործիքներին։ Մեր այս հանդիպումները արդեն դարձել են ավանդույթ։ Events like this are not only an opportunity to exchange ideas. J'ai donc fait ce qu'il ne faut jamais faire, c'est-à-dire faire confiance à l'IA. De réforme de la procédure pénale qui, pour un grand nombre d'entre nous, et nous avons par conséquent des éléments. Նմանատիպ օրենքի նախագծերի դեմ կամ թե ոչ։ Մենք այսպես ասած քրեական ուղղություն, d'organiser cette conférence qui nous permet d'échanger sur nos pratiques respectives. Ստիպված են լինում երբեմն առաջվել են մարդկանց հետ, ուսանցել են մարդկանց պաշտպանությունը, ովքեր կատարել են կամ մեղադրվում են այնպիսի արարքի կատարման մեջ, որը հասարակական մեծ պարսավանքի է արժանանում։ Les circonstances encore plus spectaculaires, j'ai envie de dire. վարչական մարմինը պետք է ապահովի, որպեսզի իր վարչական հայցողությունը իրականացվի պաշտպան ձևով եւ օրենքի սահմաններում։ Իրական վնասի հետ կապված մի փոքր բարդություններ կա, որովհետև նյութական վնասը շատ ժամանակ առկա չի լինում։ Մենք ունենք հստակ սահմանափակումներ, որոնց պարագայում հասարակական կազմակերպությունները կարող են դիմել վարչական դատարան։ Վերապահումով ասած կարելի ասել անալոգիա են կիրառում, դրան զուգահեռ բախվում ենք հանրային եւ մասնավոր շահերին, ինչպես նաեւ խիտ կառուցապատման կամ հանրային գերակա շահի պայմաններում ոտնահարվում են հենց հարևանների եւ նաեւ ազգաբնակչության շահերը։ Կառուցապատող ինքը երբ որ ներկայացնում է փաթեթը, չիմանալով եւ վստահելով վարչական ակտին, հետագայում խնդիր է առաջանում, որ ինքը վարչական մարմինը մի ինչ-որ ժամանակ թերացել է եւ այդ խնդիրը փորձում է, այսպես ասենք, ջարդի կառուցապատողի վրա։ Մենք 17 թվականից սկսած, այդ գնման իրավունքի պայմանագիրը մշակելուց սկսած, անընդհատ առաջարկություններով ենք հանդես եկել, որպեսզի ժողովուրդ ջան, եկեք, կարգավորեք, որպեսզի, չգիտեմ, կառուցապատողի, ուրեմն ոչ շրջահայաց վերաբերմունքի պատճառով մարդիկ իրենց բնականից չզրկվեն։ Դա շատ լավ գործիք է այդ պարտադիրոջ համար, որ ստիպի, որ լրացուցիչ վճարումներ կատարվեն բնակարանը գրավից ազատելու համար։ Պահուստային ֆոնդի գաղափարը չի ընկալվում շուկայում եւ չի էլ կիրառվում, օրենքը դա պարտադիր չի համարում։ Վաճառքներն իրականացնում են ամրագրման հանունի ներքո, երբ որ քաղաքաշինական փաստաթուղթ որպես օրինակ, չգիտեմ, ինչ փորձակնության եզրակացություն են։ Հենց ասոցիացիան է, որպես մասնագիտացված կառույց նախաձեռնում եւ շահունակական աջակցություն ցուցաբերում նշված 3 շահերի, սպառողների, կառուցապատողների եւ հանրային իշխանության մարմինների հավասարակշռված եւ բալանսավորված
շահերի եւ իրավունքների պաշտպանությանը եւ առաջնողմանը։ Ցանկացած ընկերություն, որ փաստաբանական գրասենյակի հետ աշխատում, լավագույն արդյունքը միշտ տանում է այն դեպքում, երբ որ իր in-house իրավաբանները, ներքին թիմի իրավաբանները եւ փաստաբանական թիմերը գտնում են համագործակցելու ձևը, որտեղ ես երբևէ չեմ գտնում, որ փաստաբանական գրասենյակները մրցակցում են ընկերության իրավաբանների հետ։ Միջազգային գործընկերներ ունենալը շատ մեծ առավելություն է տալիս, այսպես ասած, որպեսզի իրենցից նաև ստանանք այն, ինչ որ իրենք վերցրել եւ կիրառել են։ Մենք ոչ թե միայն լուծում ենք խնդիրներ, այլ նաև կանխարգելում ենք այդ խնդիրների առաջացումը։ Գրասենյակների դերը ավելի շահեկան է եւ ավելի արդյունավետ։ Իրավաբան վարձելը աշխատող շատ ավելի թանկ է արժենում, քան թե օգտվել outsource ծառայություններից։ Նշեմ, որ մեր օրենսդրության մեջ ուղիղ հստակ չի նշվում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի մասին, բայց ամբողջ միջազգային պրակտիկայում այդ բացառող նորմի էությունը հենց նա է, եթե բիզնեսներ ունենում են ներդրած այդպիսի ծրագրեր։ Հիմա շրջանառության մեջ է դրված քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որտեղ հարկեր վճարել ու խուսափելու հանցակազմի չափը ենթարկում է փոփոխության։ Եթե հարկերից խուսափելու գործ է, ուրեմն քննիչ ավելի շատ բան պիտի ապացուցի դատարանում, որպեսզի դատարանը կիրառի կալանքը որպես խափանման միջոց։ Վարիվներ են հարուցվում անոնիմ նամակների հիման վրա։ Անհասկանալի է այդ նամակի հեղինակը ով է։ Պետությունը ոչ միայն տվյալ դեպքում սահմանափակում է տնտեսական սուբյեկտի գործունեությունը, այլ սահմանափակում է անկերի աշխատակիցների գործունեությունը։ Մեղադրանք են առաջադրում, որպեսզի հնարավորություն ստեղծեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարորդով ուսումնասիրություն սկսել այս կամ այն տնտեսվարողի կամ տնտեսապես կայացած անձի նկատմամբ։